Գեղի արվեստի դպրոցի սաներն են, եկեք ծափահարենք նրանց, մեր այսօրվա հաղորդումը այսքան հրաշալի բացելու համար, բայց լսենք պրոֆեսիոնալ ժյուրիի կարծիքը։ Սյուզաննա։ Ողջույն սիրելի փոքրիկներ, շատ գեղեցիկ եք, շատ ավելի ժպտերես եք այսօր, քան նախորդ ելույթների ժամանակ, կատարվել էր աշխատանք, բազմաձայնությունը ավելի ապահոված էր այս տարբերակում, բայց եթե ես դիտարկում եմ որպես այս փուլի համար, մի քիչ ավելի ինչ-որ այսպես բարդ համար էի ձեզանից սպասում, քանի որ դուք շատ եք և միանշանակ կարող եք ապահովել այդ մասշտաբային աշխատանքը, չնայած նրան, որ փոքրիկ եք, բայց շատ տաղանդավոր։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Ապրեք շատ, որ երգեցիք մեր Հայաստանի մասին երգ, նշելով Արարատը, Մասիսը և գրեթե բոլոր մեր գեղեցիկ մարզերը, շատ հաճելի է, որ այս տարիքից ձեր ուսուցչուհին սերմանում է ձեր մեջ հայրենասիրությունը, որովհետև պետք է երգենք մեր հայրենիքի, մեր գեղեցիկ հայրենիքի մասին, ես ճիշտն ասած ավելի լսում էի բառերը, և շատ մտորումներ ունեի, բաներ էի մտածում։ Ձեզ գոհացրեց իրենց ելույթը։ Ինձ շատ գոհացրեց, հատկապես, որ նման երգեր ընտրված, ապրեք շատ։ Շնորհակալություն։ Ողջույն բալիկներ, ես ձեզ ևս շնորհավորում եմ։ Շատ գեղեցիկ ելույթ ունեցաք, շատ դրական, շատ անուշիկ, շատ ավելի կազմակերպված։ Մի քիչ ինձ համար, այս փուլի համար, պակասում էր ավելի այն սենց որ նայի լսեի ու ասեի վաու, ավելի սենց զարմացնեիք մեզ բոլորիս, իսկ ընդհանուր առմամբ այո, շատ գեղեցիկ ելույթ ունեցաք, ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ։ Շնորհակալություն, Տիգրան։ Ողջույն փոքրիկներ, իրականում բեմը մի վիճավայր է, որտեղից դեպի հանդիսատես գալիս է էներգիա։ Ես այդ էներգիան ամբողջովին ստացա, ապրեք, հրաշքեք, լույսեք ու մի բան էլ ինձ ոգևորեց, շատ դեպքերում հանդիպում է, երբ որ երգչախումբը երգում է, կատարում է, կարծես թե երգի տեքստի բառերը այդքան լավ չի ընկալվում, այստեղ շատ հստակ էր նաև այս դրված, հասկացանք նաև երգի տեքստը, ապրեք։ Շնորհակալություն։ Թե ինչ եկեք բարձր ծափահարություններով ճանապարհենք մեր փոքրիկներին, ապրեք ձեր անմիջականության, ժպիտների և լավ տրամադրության համար։